Պատրաստ ենք։ Այսինքն ինչ առաջի քայլը ինչ եմ անելու, հա։ Ձեր ծրագիրը ոնց է կիրառվում։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու, եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնազուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորիս ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Դա մեկ։ Այլ հարցեր։ ՔՊԻ-ն եք հրավիրելու։ ՔՊԻ տեխնիկան եք հրավիրելու։ Այո, չկա, մենք մեր գործը կանենք։ Բյուջեն կարողանանք Բոյկոտի եւ չմասնակցի։ Երեխեք, ինպես արեք, որ ես լսեմ։ Բյուջեն կարողանանք ընդունել, պարոն Ղուկասյան, եթե ՔՊԻ-ն չմասնակցի։ Բա հիմա ոնց ընդունեցինք, բայց ես մտածում եմ, որ ՔՊԻ-ն էլ պետք է մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց մեր քաղաքի բոլորիս համար է, սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը, սա ժողովրդի մասին է խոսքը, իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու, Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ, այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է, եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Մարտում Գրիգորյանի հետ խոսել եք, շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեց իր ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ ինքից սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահել, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ է։ Ինչի՞։ Յուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայներ խնդրեք, պատրաստ եք նրա դուռը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ, բայց ես համերաշխությունը իմ զենքն է, համերաշխությունը, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ամեն դեպքում որոշումներ կայացնելու դուք ասացիք գլխիկոր հետ են գալու եւ շարունակելու։ Կաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են, ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ դասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Դուք ասացիք, որ պատասխանը կտակ այնպես, ինչ իրենք կանեն։ Հիմա արժանի պատասխան քաղաքացիական պայմանագրին տալու եք, թե ինչ մենք էլ չմասնակցենք։ Թե շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը եթե գա, գոնե աթոռը հարգելով կընդունեք։ Ուրեմն ես մի բան եմ ուզում ասել, ես մի բան ասեմ ձեզ։ Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորմի իրան, շատ մեծ մարդ էր երկրում։ Մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ։ Մեկը դարավ, չեմ ուզում ասել, որ վարչապետին ինչ որ մի բան ասեց։ Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց. «Դե, իրեն չեք հարկում, աթոռը հարկեք»։ Ես այդ սկզբունքը որտե գրել եմ իմ մեջ, աթոռը կհարկեմ։ Բայց Պավիդենին ոնց կպահեն, ինչ ձևի կանեն, какой привет, какой ответ։ Պարոն Ղուկասյան, իսկ մյուս խմբակցություններից լուրջ անհանգստություններ ունեք ու ասում եք դիմակները պատռելու են։ Որոշ մարդկանց ում դիմակը պատռեցիք քվեարկությունից արդեն։ Ինչ էի ասում։ ասում եք դիմակները պատրել։ Բա դիմանները պատրվում է շատ մարդկանց։ Հիմա որ տեսեք մարդիկ որ չեն մասնակցում, որ մարդիկ շատ չեն մասնակցում, բան չեն անում, հիմա մարդ կա որ դիմակ չուներ, մարդ կա դիմակ ուներ։ Հիմա այդ բաները դեպի շատ չեմ ուզում։ Պարոն Ղուկասյան,
Աղջիկ ջան, դու իսկական փոքր աղջիկ ինչ վրեժխնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք, հասկանալի է։ Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի։ Դու չես տեսնում, ես այնքան ներողամիտ մարդ եմ, որ ես իրոք այդպեսին եմ, էլի ձևական չէ։ Բան չունեմ, դիմակ չունեմ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, որոշում դուք կզսպեք ձեր շրջապատը։ Իմ շրջապատը ամենախելոքն է, ուրեմն լավ իմացեք, ես ինձի բնավորության տեր մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ, իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ, ես նախ իմ նկատմամբ եմ խիստ, հետո իմ մոտիկների, այդքան որ դուք սարքել դրման եք, այսպես հանել եք, բան եք արել, այդպես չի, դա այդպես չի, հիշեք։ Պարոն Ղուկասյան, ձեր որոշումները կայացնելիս ամեն դեպքում դուք պետք է հաշվի նստեք նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները, ես չգիտեմ, ընդդիմադիր լինել իշխանական լինելու հիմա մյուսները, ովքեր քվեարկեցին։ Հիմա ամեն դեպքում կախվածություն եք ունենալու այդ խմբակցությունների անդամներից, իրենց ձայներից։ Կարելի ասել, ձեր աթոռի խաղալու է։ Ո՞նց եք։ Քննարկելու ենք բոլորի հետ յուրաքանչյուր որոշում քննարկելու ենք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Աթոռներ, այս աթոռը հանգիստ է, այս քաղաքապետի աթոռը չի խաղա։ Մարդը կարող է խաղա, աթոռը չէ։ Քննարկումներ լինելու կասեմ։ Կասեմ, քննարկումներ լինելու կասեմ։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այսօրվա քաղաքացիական պայմանագրի բացակայությանը եւ ասել է այն ինչ նախկինում ասել է նույն կարծիքին է եւ ասել է որ թիմ ընտրությունները եւ թիմ կառավարություն հարաբերություններում գոյություն ունեն կանոններ, որոնք պետք է պահպանվեն։ Դուք պահպանելու եք այդ կանոնները եւ օրինակ ինչպես եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ լինելով ընդդիմադիր։ Ես արդեն 100 անգամ այդ հարցին անդրադարձել եմ։ Ես 100 անգամ անդրադարձել եմ, ես այդ հարցին ասում եմ, տեղական ինքնակառավարում ասում է, տեղում ինքնակառավարել, ինչ մնում է սուբորդինացիայի հետ, ինչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը, ես կպահեմ, կպահպանեմ, իր քաղաքական հայացքներին միանշանակ դեմ եմ, միանշանակ իրեն դեմ եմ, իր կատարած գործունեությունների 99 ու 9/10-ին դեմ եմ, հասկանալի է, բայց տեղական ինքնակառավարումը այլ բան է ասում, իր հետ կապված այլ բան է ասում։ Իդեպ ԿՊ որ Դու ոնց ասես այդպես։ Իդեպ արդեն ազատել են տեղյակ եք ազատել են արդեն նախապատասխան։ Որիդ պատասխանեմ, ասեք։ Աղջիկան ասա։ Որ ասեցիք 99/10-ին Են մեկն էլ տեղ ենք թողնում կարող մարդը դարձի կա։ Չէ, բացի Դե եկեղեցին ինչ է ասում, ապաշխարության կանոններ է տվել, եթե մարդը ապաշխարության բան է ճանապարհ է բռնում, այդտեղ արդեն ես բան չունեմ ասել։ Նարեկը հարցնի ձեր զենյակի։ Ասա Նարեկ ջան։ Խորհրդային տարիներին կոմկուսը դեմ էր մասնավոր սեփականությանը, մեծահարուստներին կուլակաթափ էր անում։ Այս մասով տարաձայնություններ ունեն։ Ասեմ։ Ուրեմն այդ մասով ես ունեմ մի բան։ Միանշանակ դեմ եմ եղել, որ սեփականություն չպետք է լինի։ Միանշանակ դեմ եմ։ Միանշանակ դեմ եմ, որ երկիրը սեփականություն չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը սեփականություն չունի։ Ուրեմն ես կողմնակից եմ չինական մոդելին։ Դա Աստված, որ եթե հանգարց Աստված կամենա կանգնտեղ հասնենք։ Ուրեմն հասկանալի է այդ ժամանակ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները այն մեծ գումարները, որ գալիս է որևիցե մի բիզնեսից, չեն թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի, որպես ինչ։ Անպայման դրանք պետք է լինեն պետական սեփականություն։ Իսկ մնացածը թող ժողովուրդը, թող ես էլ դրան եմ կողմնակից, ես դրան կողմնակից եմ։ Դուք որևէ Պետությունից չգիտեմ, բայց դուք էլ եք հարուստ, պարոն Ղուկասյան։ Ես հոգե Դուք ոնց եք հարստացել։ Հիմա նայ ասեմ։ Այսքան չենք շինություն։ Դե ասեմ էլի սպասի։ Ասեք։ Մենոպե ասեմ ես երդասարտին։ Ուրեմն ուշադիր լսի։ Ես նախ հոգեպես եմ հարուստ։ Ուշադիր լսի։ Երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ։ Ուրեմն 12 տարեկանից աշխատել եմ ամբողջ քաղաքը գիտեմ։ Մինչև այսօր իմ գործարանների, դաժե մնացորդները մնացել է
Գուլբան Ասկերյանի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոններ, հասկացար, ներկրում, ուրեմն արտահանում, ներկրում, ուրեմն ֆերմերությունը 82 թվականին ես 21 տարեկան եմ եղել, պատկերացրա, եղել եմ խանութի վարիչ, 200 գլուխ մայր անասուն եմ ունեցել Լենգեսում, հասկանալի է, եւ այդպես շարունակական իմ գործունեությունը ես ծավալ մինչեւ այսօր, հիմա ես մինչեւ այսօր ունեմ հսկայական ֆերմա այն թվերից, այսինքն Լենինականի ժամանակահատվածից Շիրակի մարզի առաջի ֆերմերն եմ եղել, կատի գործարան ունիմ, կատի վերամշակման այդ ամեն ինչը ես ունեցել եմ այն թվականներից։ Իսկ Գյումրի քաղաքապետ եղած տարիներին ինչ-որ բան հետ գցել է, կարողացել եք ձեր ունեցվածքը ավելացել է, թե հակառակը պակասել է։ Պակասել է։ Ուրեմն իմ ժամանակ պակասել է, բայց ուրեմն քո այդ ուշք ու միտքը 17 տեղանոց հյուրանոցի մասին է խոսքը, այդպես աղը 17 տեղ է, գնա հաշվի, հակտակ հաշվի։ 17 սենակ է, լսի։ Ուրեմն այդ հյուրանոցը հələ մի հատ գնա Երևան նայի 170 սենականոց հյուրանոցները թողել եք 0-ից սարկածի հետևից ես ընկե ու պրիտոմ է դրա բացատրությունը հստակ կա այնպես որ հեչ վախենալու տեղ չունենք եթե վախենայինք մեր վրա չէր կրանցվի հասկանալի է որովհետև դա բարձրաձայն ենք արել բարձրաձայն ունեցվածքից որևէ բան պատրաստ եք պետությանը վերադարձնել թե ոչ Ուրեմն իմ ունեցվածքից, եթե որպես ինչ տա մեզ պետությանը, ասենք ինչու համար տանք, որ հետո դրանից հետո իրանց օլիգարխները սեփականաշնորեն, որպես Golden Palace-ը, որ հիմա առան մեկից իրանց վրա սեփականաշնորի։ Ես պատրաստ եմ, ինչ ունեմ, ժողովրդին տամ, հասկանալի է, ժողովրդին, որ դու եւ բոլորիդ վրա դա երևա։ Ոչ թե մեկից վերցնեն տան մյուսին, սա ինձ հետ չէր, այն նա ինձ հետ է։ Հիմա նրանից վերցնեք տվեք նրան, որովհետեւ դա իմ օլիգարխն է։ Միանշանակ դրա վերաբերյալ, գիտեք ինչ, երկրի ամբողջ երկրի ունեցվածքը, ընդերքը, հանք արդյունաբերությունը գրանցված է օֆշորներում։ Դրա համար ձայն տվեցինք, որ կար ասում էր, պիտի կամ հետ բերեմ։ Բա ուր է այդ ոսկու հանքերը, մոլիբդեններն ու մյուսները պղնձի ու չգիտեմ ալյումինի հանքերը, որն է պետական սեփականություն, ջրերն ու մնացածներ ամեն ինչը։ Բերելակ 25% էլ բաժնեմ ասում եք կառավարությունը։ Ես ուրեմն գիտեք ինչ։ Քաբաբներն է բերել։ Ապրես այ քաբաբները հա լավ էլ ուդում են Նայսանը որ առաջարկում է գնալ արտահայտ ընտրություններ կարող է հույս ունենալ որ իրենք կհաղթեն եթե արտահայտ ընտրություն լինի այս անգամ ավելի մեծ ձայնով Դե հիմա ես խոսք եմ տալիս եթե արտահայտ ընտրություն լինի այ քեզ բոլորիդ խոսք եմ տալիս Մենք չէինք որտեղ գրեն սկզբունքը որ իրանք ինչ ձևով Դուք արձանագրեցիք, չէ՞ ինչքան փող բաժանեցին, գնացիք տեղերը, բան տեսակ, որ մտան, ինչ եղան, ոնց եղավ, բան եղավ։ Մենք դրա վերաբերյալ չէի հավատում ես, բայց դուք կտեսնեք, թե ես իմ ձևի ժողովրդին կբացատրեմ, որ մարդիկ, որ մտնում էին, ասում էին, բանը հայրդ մայրդ մահացած է, հորն ու մորդ գերեզմանի վրա երտումք է փող տանք քեզ։ Երեխատ մահացած է, երեխանիդ գերեզմանի վրա երտումքեր փող տանք քեզ։ Մենք այդ սկզբունքը չգիտենք, թե ինչ էին անում։ Երկրորդ բանը ոնց էին դուրս հանում բան։ Մենք այդ ամեն ինչը գիտենք։ Այ հիմի որ ընտրություն լինի, գտեսնես թե մենք ինչքան ցային կհավաքենք։ 2008 թվականին ես հավաքել եմ 40,000 ցայն։ Գնացեք նայեք։ Վիճարկեք ընտրությունների արդյունքները։ Վիճարկեք ընտրությունը, եթե Այդ դու պետք է անես, դու պետք է անես, այնտես կրվում էր, այնտեղ էլ գնացիր կրվար։ Քեզ էլ բան էին անում, տեսար դու գնացիր քո տեղով դու արձանագրեցիր։ 30,000 հոգի չուզում սատարի, որովհետև ասում եք 40,000 եք հավաքի, հիմա շուրջ 10,000 եք հավաքի։ Ուրեմն 10,000, հիշում ես այն սպարտացիները, որ ասեցի, որպես բան էիք դարձրել, հիշում ես սպարտացիների Ցար Լեոնիդի, այդ 10,000-ը Այդ 10,000-ը գիտեք ովքեր են, որոնք փողով, վախով, ես չգիտեմ, գործեր խոցի տալով չգնացին ընտրության, այլ իսկական գնացին իխորոտ սրտե ճշմարտության համար, հասկանալի է, ու իսկականից այդ սկզբունքը որտեղ գրեցին ու պահեցին։ Սատիկ ջան, իմ ամբողջ կյանքը դժվար է։ Իմ ամբողջ կյանքը հեշտ չեմ ապրել։ Հիմա որ մեկ մարդիկ կան ասում են մանկությունս հետ բերեք, ես չեմ ուզում իմ մանկությունը հետ գա։ Ես ամբողջ կյանքում դժվարություններով եմ ապրել ու դժվարությունը ինձ համար ապրելակերպ է, հանգիստ տեղի։ Այ տեսար մարդիկ ինչ օրն էին ընկել։
Ես գիտեմ, որ ամեն ինչից շատ մարդու անունն է։ Որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, եթե հանգարց իրեն ճիշտ չպահե, ժողովուրդը իր գնահատականը կտա։ Դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քվեարկեցին, մենք դարձան քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին։ Ոտ պահեցին նույն սկզբունքն է։ Ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետեւ ով է կանգնած։ Ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Այնքան վստահ եք խոսում, ոնց որ 50+1 եք հավաքում։ Ինչ։ Եթե կա մարդ, ով գիտեք, որ կանգնած է քրոմիկի հետևում, ինչի՞ չեք բարձրացնում հիմա այս սպասում։ Всему свое время։ Լավ, ռուսերենը մենք պետք է ասել։ Պարոն Ղուկասյան, Ռուսաստանից եք խոսում։ Ջան, Դուք ջան։ եք օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի նյութենական այդ պետության գաղափարի, թե այնուհանդերձ անկախությունը բացարձակ արժեք եք։ Ես մի բան ասեմ։ Ուրեմն ես դες ասեմ, ես հայամետ եմ։ Ու գիտես մի քիչ սիրուն չէ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ Ես գիտեմ, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, այս 320 միլիոն թոշկա լեզու ազգի մեջտեղը, որ կանգնած ենք, ես գիտեմ, որ մեր մեծերը, բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի այն Սահակը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ, եւ այդպես մեծ Իսահակյանից, Թումանյանից, որ ասում են մեր փրկությունը իրոք ռուսի հետ միացության մեջ է։ Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի ոտքերի տակը։ Այսպես ես չգիտեմ ինչ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել եւ ռուսի սխալները, ասի գիտեք, դուք այս հարցերում սխալ եք։ Դուք մեր նկատմամբ այսպես լավ չեք պահում։ Այդպիսի ղեկավար է պետք։ Եվ վերջում էլ արդյունքը սա է։ Թուրքա Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Պետականություն չունեք, մորտված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդուp։ Ռուսը Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, ռուսը մեր նկատմամբ ինչ է արել։ Ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Հիմա դրա համար այդ ամեն ինչը մենք չտեսնելով, եթե ուզում ենք չտեսնել, դա ես չգիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ այդ ամեն ինչը չհասկանա։ Հետո մի բան գիտեմ։ Մի բան։ Սա բարձրաձայնում եմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիլվիզում Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որ ռուսները պետք է պահեն ուրեմն Նախիջևանը, Սյունիքը եւ Արցախը։ Նույն ժամանակահատվածում Սևրի պայմանագիրը կնքեցին, որ պետք է լիներ 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը։ Եվ Վիլսոնը հաստատեց դա։ Դրանից հետո մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը Սևրի պայմանագրից հետո եւ եկան հասան մինչեւ Երևան։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլի խայտարակ պայմանագիրը կնքեց եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Արևմուտքը գցեցին իրար վրա, Ֆրանսիան Անգլիայի վրա, Անգլիան Ամերիկայի վրա եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Եթե ռուսները չկային 29800 քառակուսի մետր մենք հիմա չէինք ունենա։ Էլի ռուսները պահեցին, որ դարձավ 29800 քառակուսի մետր։ Լսեք, սխալներ ունեն։ Բայց պետք է մեր երկիրը այնպիսի մարդ ղեկավարի, որ ոչ թե խապի, այստեղ բան պայմանավորվի, նրանց հետ պայմանավորվի։ Այստեղից լուսկա թեռնի նորմալ մարդ է պետք, նորմալ մարդիկ են պետք, որ գնան խոսան, այս մենք սխալվել ենք, մենք ազգովի սխալվել ենք, այդքան բան։ Հետո մի բան էլ ասեմ, գիտեք ինչ կա։ Հերիք է պաշտոնի համար, փողի համար գնաք սխալի հետևից։ Գիտեք ինչ ամենամեծ սարսափելի բանը դա է։ Ծախվում են պաշտոնի համար, ծախվում են փողի համար եւ գնում են այն թեկտածու ետևից, որ իրենք էլ տեսնում են, որ այդ թեկտածուն Հայաստանը տանում է կործանման։ Այդ սկզբունքը պիտի վերանա այս ազգի միջից, եթե ոչ, մենք այսօր ավելի վատ վիճակի մեջ կլինենք։